Նիկոլ Փաշինյանը շատ է տպավորված Էստոնիայի պետական կառավարման համակարգով, ասում է, այդ երկրում իրականացվող ծրագրերը պլանավորվում են 6 ամսից 1 տարի առաջ։ Իսկ Հայաստանում Փաշինյանի խոսքով որոշումները կառավարություն են բերվում 2 շաբաթ առաջ։ Մենք ուզում ենք այսօր պլանավորենք 6 ամսվա պլան, այսօր ընդունում ենք, որ 6 ամսից պետքա իրականացնենք եւ տանում ենք կառավարությանը համանքին ասում ենք դե շուտ արեք 3 օրում 4 օրում տեն չի լինելու ընթացակարգ կա այսինքն որպեսզի մենք ժամանակին անենք դա պետքա պլանավորվի ոչ թե մի շաբաթ առաջ այլ պետքա պլանավորվի 2 տարի առաջ։ Փաշինյանն այս կառավարության նիստում էլ դժգոհություն հայտնեց գործադիրի աշխատանքից, նրան դուր չի գալիս կառավարության անդամների նախագծերի, ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների տեմպը։ Փաշինյանին ավելի շատ նյարդայնացնում են կառավարության անդամների այս կամ այն որոշումը հետաձգելու առաջարկները։ Եթե հետաձգելու աշխարհի առաջնությունը լինի, մեր կառավարությունը կբռնի առաջին տեղը բացարձակ համաշխարհային ռեկորդով, ասենք, ինչքան մեդալ կա կհավաքենք։ Հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտ է հետաձգելն է, երևի հետաձգենք, թողենք բանը ու գալիս է ցիկլը, տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, Սուրբ Ծնունդը անցնի, Նոր տարին անցնի, խնդրեմն է, որ եւ սփխեչը եւ զատիկը եւ նույնիսկ Նոր տարին ամեն տարի կա։ Ամեն տարի հասկանում եք ու հետեւաբար ընդ որում տարին ամեն սեզոնին մենք ունենք տենց մի հատ հետաձգելու բան։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես այս պահին ինչ ուժի մեջ է ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ։ Փաշինյանը հայտնեց, թե շարունակում են լավարկել համընդհանուր հայտարարագրման հետ կապված գործընթացները։ Պետք է ուղիղ ասեմ, որ այո, նաև մենք էլ ենք սրտնեղում, որ ինչու այս նրբությունները ի սկզբանե չենք նկատում, բայց նաև օբյեկտիվորեն երբ որ նայում ես եւ նաև այս համոզմունքը իմ մոտ առաջացել է Էստոնիա կատարած այցից հետո որ միևնույն է այդ բանաձևը ինքը ճշգրիտ է, որ ցանկացած բարեփոխում պետք է գնա իր խնդրին հանդիպի, որպեսզի այդ խնդրը լուծվի։ Արդեն 37737 քաղաքացի լրացրել է համընդհանուր հայտարարագիրը, նրանցից 17000-ը պետք է ստանա սոցիալական կրեդիտ, իսկ 16271-ն արդեն պետական բյուջեից ստացել է 1 միլիարդ 482 միլիոն դրամի հասնող սոցիալական կրեդիտ։